Բարև ձեզ, հարգելի գործընկերներ, պետք է հայտարարեմ, որ այսօրվա արտահերթ նիստը հանձնաժողովի չեղարկվում է, ինչի մասին հայտարարությունը արդեն պետք է դրված լինի։ Պատճառը կայանում է նրանում, որ հրատապ քննարկման հարցեր կան, որոնք մենք պետք է քննարկենք եւ հաշվի առնելով, որ դեռևս ժամանակ ունենք այս նախագիծը հանձնաժողովի նիստում դնել, մանրամասն կրկին լրացուցիչ քննարկումներից հետո կրկին կդնենք հանձնաժողովի նիստում, ներողություն եմ խնդրում ձեր մասնակցությամբ։ Ոչ, նիստը չեղարկվեց։ Լրացուցիչ կհայտնենք նիստի օրվա եւ ժամի մասին։ Մի քիչ անհասկանալի է, որ 2 րոպե առաջ է չեղարկում, հատկապես որ Պաշտպանության նախարարը ազգային ժողովի շենքում էր գտնվում։ Մեզ համար խիստ անհասկանալի է, նաև հասկանալի է, որովհետև իշխանության համար պարզ էր, որ այսօրվա քվեարկության արդյունքում հանձնաժողովում ձայները բաշխվելու են այնպես, որ հանձնաժողովը տալու էր բացական եզրակացություն, նաև հասկանալի էր, որ հանրային մեծ ընդվզում կա եւ տարբեր հասարակական, քաղաքական գործիչներ, հանրային գործիչներ, ընդհանուր մինչև մարդու իրավունքների պաշտպանը տվել են իրենց բացական եզրակացությունը, ամեն դեպքում մենք հետամուտ ենք լինելու այս հարցը ընդմիշտ Հայաստանի Հանրապետության օրակարգից դուրս բերելու համար։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը բոլորինն են, բոլորը պարտավոր են ծառայել Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, պետական մարմինները պարտավոր են կոռուպցիան, եթե ասում են, որ կոռուպցիա կա, կոռուպցիան արմատախիլ անել, բայց բոլորը հայրենիքի նկատմամբ ունեն նույն պարտականությունները, անկախ սոցիալական, ռասայական եւ այլ տարբեր կատեգորիաներ են։ Պարոն Խաչատրյան, մի բան ասեմ արձագանքեմ, նախ ասեմ, որ հանրային լայն շրջանակները ոչ միայն ընդունում են այս օրենքի նախագիծը, այլ կա մեծ սպասում եւ Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցների կողմից եւ Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող մեր հայրենակիցները շատերը սպասում են օրենքի նախագծի ընդունմանը, ինչ իր հետ բերելու է ներգաղթ, հետախուզման մեջ գտնվող հայրենակիցների հետ վերադարձ, բերելու է արտագաղթի կանխում եւ այն բոլոր դրական ցուցիչները, որոնք ես պարբերաբար նշել եմ եւ պատրաստվում եմ նաեւ այս նիստի ընթացքում նշել, ցավում եմ, որ որոշում է կայացվել նիստը հետաձգելու մասով, քանի որ օրենքի նախագծի մեկ օր շուտ ընդունումը կանխելու է Հայաստանի Հանրապետությունից արտագաղթ եւ քաղաքացիությունից հրաժարվելու արատավոր երևույթը, որը մենք այսօր Հայաստանի Հանրապետությունում ունենք, եւ այն խեղված վիճակը, որը արկա է զորակոչի համակարգում շտկելու բացառիկ հնարավորություն ունենք, որը պետք է օր առաջ իրականացնենք։ Ես պետք է ասեմ, որ հետամուտ պետք է լինենք, պարոն Խաչատրյան, որպեսզի միջև առաջիկա զորակոչի օրը, այսինքն միջև հուլիսի 1-ը կամ հուլիսի սկիզբ օրենքը ընդունվի 2 ընթերցումներով եւ մտնի օրինական ուժի մեջ, իր հետ բերելով բոլոր այն դրական հանգամանքները, որոնք ես նշել եմ, մենք պետք է հետեւողական լինենք եւ ընդդիմությունն էլ կարծում եմ քննարկումների արդյունքում պարտավոր է եւ կգա նաեւ այդ ճիշտ եզրանկումը։ Շնորհակալություն, հարգելի պատգամավորներ, խնդրում եմ բովանդակային այլևս քննարկման մեջ չենք մտնում, որտեղ հանձնաժողովի նիստը չեղարկվել է։ Ընդդիմությանը կոչած Սարոյցյան, ընդդիմությունը կարող եք դուք հանրային այդ մասում միշտ սրտացավ մասնակցում է, ինչ վերաբերում է ներգաղթին, նախորդ տարի դուք օրենսդրական նախաձեռնություն հանդես եկաք, որը ընդունվեց քրեական հետապնդումից ազատվելու, բայց թվերը լրիվ ուրիշ բանի մասին է խոսում, 70 քանի հոգի է մի ամբողջ տարվա։ Դադարեցնում են քննարկումները, իրոք նախագիծը որակական փոփոխություններ է բերում մեր անվտանգային համակարգում, այն միտված է ավելի ուժեղացնել անվտանգային համակարգը, պաշտպանության համակարգը, կան մի շարք դիտարկումներ, իրարամերժ դիտարկումներ եւ բոլոր դիտարկումները պետք է մանրամասն քննարկվեն, նոր հետո անցնենք առաջ, շնորհակալություն, ներողություն եմ խնդրում նիստը չեղարկելու համար։